Այսօր ժամը 12-ից քննությունը սկսվել է։ Միջնորդությունը վերաբերում է տնային կալանքը որպես խափաման միջոց երկարաձգելուն, որ պատկերացնեք հիմքերը եւ հիմնավորումները նույնպիսինն են կամ այն նույն բովանդակությունը ունեն, ինչ երբ ներկայացվում էր, որ կալանքը կիրառվի որպես խափաման միջոց։ Այսինքն նույն բառերն են, ուղղակի վերջում տնային կալանք բառն է օգտագործվում։ Սա ինչի համար եմ վկայակոչում, որ պատկերացնեք, որ թե կալանքը 7 ամիս տևած, թե տնային կալանքը 2 ամիս տևած, ոչ մի հիմնավորում անհրաժեշտ չունի։ Պարզապես խափաման միջոց նման ինտենսիվության չի կարող կիրառվել իրավաչափության սահմաններում։ Այն, որ այս քրեական վարույթը պետք է կարճվի, դա էլ է ակնհայտ։ Ուղղակի այլևս այս քրեական վարույթը զուտ մի պրիմիտիվ քաղաքական հետապնդում չէ։ Այս միջնորդությունը այլևս վերաբերում է Հայաստանում քաղաքական գործընթացների հավասարությանը, արդարությանը կամ դրա խաթարմանը։ Այստեղ երկրորդ կարծիք չկա, որովհետև այն ժամկետը, որով խնդրում են, որ տնային կալանքը երկարաձգվի, ուղիղ 1 ամսով, ուղիղ միջամտում է քաղաքական պրոցեսների։ Ուղիղ այս պայդերությամբ դատարանը հայտարարել է ընդմիջում ժամը 20:00-ին կշարունակվի